Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Այս բան ես գիտեմ մենակ Էմա Գրիգորյանի մասին, որ այստեղ է, հարցաքննվում էր, իր ստեղ լինելու հետ գրեթե զուգահեռ ես եմ ստեղ եղել, բազմաթիվ փորձեր եմ կատարել իր հետ հանդիպելու, քննիչին գտնելու, շուրջ 50 րոպե մի ժամ եթե հնարավորությունը չի ստեղծվել, ոչ մեկ հեռախոսը զանգերին չէր պատասխանում, պետի տեղակալացնում էր, որ ինքը չի կարողանում քննիչին գտնի, որ կարողան այդ ապահովի։ Հետո երբ որ մարդու իրավունքների աշխատակազմից արդեն եկան եւ կարողացան կոնտակտ հաստատել, ասացին, որ իբրև թե ինքը արդեն իսկ հրաժարվել է փաստաբանից, տեղյակ լինելով, որ ծնողներն են փաստաբանի խնդրել, որպեսզի ներկայանա, հրաժարվել է, որևէ խնդիր չի տեսել եւ մասնակցում է հարցաքննության։ Այս բանին վերջինս մեղադրյալի կարգավիճակ ունի, փաստորեն հարցաքննությունը ավարտվել է, բայց դեռ մենք հələ կանրադառնանք այդ հարցին, այդ որոշումը իր կամքով է եղել, թե իր կամքով չի եղել, որովհետև առանց փաստաբանի մասնակցության տված ցուցմունքը ապօրինի ապացույց է եւ պիտի հասկանանք, թե ինչ պայմաններում, ինչ հուզական վիճակի ազդեցության ներքո է, որ անձը չի ցանկացել օգտվել փաստաբանի ծառայությունից, այն փաստաբանին, որին ճանաչում է։ Բոլորը գիտեն, որ եթե խնդիր եղավ, ես գնալու եմ օգնեմ, բայց շատ կասկածելի է, որ անձը այս բանին հրաժարվել է փաստաբանի օգնությունից։ Առայժմ այսքանը, դեռ կհասկանանք հիմա իր հետ ինչ գործողություն է կատարվում, ազատ արձակում են, չեն արձակում, որտեղ այս բան ձերբակալված է նաև դատարան ներկայացնելու համար, դեռ չգիտենք միջնորդություն կլինի խափանամիջոց կիրառելու, թե ոչ։ Լրացուցիչ ինֆորմացիա լինի, դες հաղորդենք։ Շնորհակալություն, որ եկել եք։ Իսկ մենակ Էմայի մասին կա ինֆորմացիա, արեկնազն ասեց, ոնց որ էլի մի քանի անց կա։ Մի քանի վկաներ էլ կան, որ կանչվել են, հարցակնվել են, ես վկաներից մեկին ուղեկցում էի։ Դե տալներ բնականաբար չեմ կարող ասել բովանդակությունը ինչ է, բայց այն կարգի աբսուրդ բան է, որ ամենապրիմիտիվ բանը այդ ձայնագրությունը հրապարակել ներքին գործերի նախարարությունը, որտեղ խոսում է, որ վկան վառելափայտ է ստացել, մինչդեռ այդ վառելափայտը ստացել է Սարիկ Պինեսյանից։ Թող գնան պարզեն ոնց է լինում էլի, որ մեկը տալիս է, բայց ուրիշ ուժին ընտրակաշառքի համար վարույթներ են սկսում եւ քաշք են սկսում, շտաբները խուսարկում եւ այլն։ Ինֆորմացիա ստացանք նաեւ, որ այլ մարդիկ էլ կան, բայց այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, իրենց մասով չեմ կարող ասել, Գյումրիում դեռ գործընթացները շարունակվում են, խոզարկություններ եւ այլ քաշքշոցներ ես տեսար նաև գործընկերներից Արսեն Բաբայանը հայտարարություն կատարել այդ մասով համենայն դեպս այսքանով չի սահմանափակվելու դեռ ընթացքը կտեսնենք։ Այո, պայմանավորում եմ, որ սա առաջին հերթին կապված է այսօր Մայր Հայաստանի մեծ հանրահավաքի հետ, քանի որ դուք էլ շփումներ ունեք, հա, եւ սա ասեցին, որ ուղիղ կապ ունի երեկվա Նիկոլ Փաշինյանի արժանապատվից առած հայտարարության։ Դուք սրանց մեծ զուգահեռներ կա Հանրահավաքին տեսնում եք, թե տրամաբանությունը պարզ է, որ իրենց ձախողումները եւ նիմադիրների հաջողությունները նյարդեր են առաջացնում, բայց հանրահավաքին դա որևէ ձև չի խոչընդոտելու, ոնց պլանավորված է տենց էլ իրականացվելու է, ինչքան ասեն ձգված շարժումներ լինեն, դա ընտրական process-ի վրա չի անդրադառնալու։ Իմ համոզմունքն է, ինչ վերաբերում է երեկվա ելույթին, այդտեղ իրավաբանի մեկնաբանության կարիք չկա, այդտեղ բժշկական մեկնաբանությունների կարիք կա, դա մասնագիտականը չի։